Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, հիշեցնեմ, որ մեզ ոչ միայն լսում եք հանրային ռադիոյի հիմնական ալիքով, այլ նաև կարող եք մեր տեսագրությունը, զրույցի, մեր թողարկումների տեսագրությունը դիտել հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ այն նաև կտեղադրվի հանրային ռադիոյի պաշտոնական կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Այսօր իմ հյուրն է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նախկին մարզիչ Արթուր Ոսկանյանը, շնորհակալ եմ Արթուր, որ համաձայնեցիք այսօր այստեղ լինելու, ընդունեցիք իմ հրավերը, խոսելու ենք հայկական ֆուտբոլից, առաջին հերթին իհարկե մեր ազգային հավաքականի թեման կարծացենք, նաև տարբեր տարիքային հավաքականների, քանի որ դուք տարբեր տարիներին մարզել եք տարբեր տարիքային հավաքականները, հասկանանք նախ ինչ է կատարվում մեր հավաքականի հետ, հավաքականը այո, ցավալի է, բայց վերջին արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չէ, մեղմ ասած իհարկե, բայց մենք հավատում ենք մեր հավաքականին, մենք նաև իհարկե գիտենք, որ բավական փորձառու գլխավոր մարզիչ է Նիդերլանդներից, որը ժամանակ դեռևս չուներ մինչ Վրաստանի հետ այդ հանդիպումները բավական լավ աշխատելու հավաքականի հետ իր խաղը դնելու այնտեղ, ժամանակ կա մինչև հունիս, երբ որ մեր ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում, այնուհետև դրանով հանդերձ կպատրաստվի իհարկե աշնանը, երբ մեկնարկելու է արդեն աշխարհի առաջնության ընտրական փուլը, մեր հավաքականը այդտեղ ընդգրկված է այնպիսի հավաքականների հետ մի խմբում, բավական բարդ մրցակցություն է իհարկե մեր հավաքականի համար, բայց մենք հավատում ենք, որ մեր հավաքականը բավական լավ մրցակից կլինի եւ մեզ համար գուցե եւ գոհացուցիչ արդյունքներ այնտեղ կգրանցի։ Նախ ինչ իրավիճակ է հավաքականում, մենք հասկանանք, Արթուր, նաեւ ձեր միջոցով ձեր կարծիքը լսենք, հասկանանք այն ֆուտբոլիստները, որոնք ընդգրկված են այժմ, որոնք որ հրավիրվում են ազգային հավաքական, իրանք բավարար որակներ ունեն հավաքականի կազմում արդյունքի հասնելու։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այո, իհարկե, հավաքականը այսօր ամենակարևորն է մեզ համար, ազգային հավաքականը, ու իմ կարծիքով, գիտեք ինչ, միշտ լինում են հարցեր, որ հավաքականում այս կամ այն ֆուտբոլիստը կարող է խաղալ, ամեն դեպքում իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այո, կարող է ինչ-որ 1-2 ֆուտբոլիստ լինեին կամ չլինեին, բայց սա մարզիչի գործն է ավելի շատ, հիմնականում իմ կարծիքով բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք այսօր հավաքականին օգտակար են, դրանք հավաքականում են։ Ընդհանուր հավաքականից գիտեք ինչ, այո, մարզիչին շատ քիչ ժամանակ ուներ ծանոթանալ տղաներին, ընդհանուր հավաքականը տեսնել, մի բան է, երբ դու մարզումների եւ խաղի մեջ ես տենում, այլ բան է, երբ դու ինչ որ հեռուստատեսությամբ ես կամ տեսահոլովակայով ես նայում ֆուտբոլիստերին։ Ու շատ կարեւոր էր մարզիչին, որ գործի մեջ տեսնել մարզումների մեջ ու հենց այն խաղի, որը ինքն էր այդ մտահաղացումը տվել, այդ տակտիկական որոշումները տվել ու ինքը պետք է տեսներ, որ այս ֆուտբոլիստները իր տակտիկական մտահաղացումը ինչպես կկատարեն։ Նախ պետք է ասել, որ ես 2 խաղերը շատ դժվար եղավ մեր հավաքականի համար, ինչ բանով, իմ կարծիքով ես դեռ առաջի խաղում ասեցի, որ մեր տղաների մոտ չէր հերիքում կար անվստահություն, այսպես ասեմ։ Հենց առաջի խաղին կար Երևանյան հանդիպումը։ Այո, հենց առաջի խաղին եղավ անվստահություն, ինչի հաշվին նայեք, գիտեք, այնպիսի սխալներ էին մեր տղաները թույլ տալի, որ երբեք նրանք թույլ չեն տվել այսպիսի սխալներ ու այդ մակարդակում չի կարելի այդպիսի սխալներ թույլ տալ։ Մենք նույն այդ ֆուտբոլիստները մենք տեսել ենք ինչպես Ուելսի հետ են խաղացել, շատ լավ խաղ են անցկացրել Թուրքիայի հետ խաղերը, մի խոսքով չկար անվստահություն կար տղաների մոտ ու երկրորդ խաղի հենց առաջի 35 րոպեին դա ավելի շատ էր։ Չկար վստահություն, նայեք, գիտեք ինչ, վստահություն ասելով մենք շատ բաներ ուղիղ չհասկանանք, բայց բացատրեմ ինչ բանն է, երբ գնդակը մեր մոտ է, մեր տղաները նամանավանդ պաշտպանության ժամանակ նրանք իրենց վրա չէին վերցնում խաղը, բացվեն, ուզեն, եթե մենք վերցնենք ինչ գոլեր ենք բաց թողել, դա է եկել է, որ մեր ֆուտբոլիստը սխալվել է,
քանի որ նա չի ունեցել այլ տեղ փոխանցումը տալու ու եղել է սխալ, որից հետո նորից երկրորդ սխալը, որ չի եղել մյուս խաղացողները, որոնք կարող են այդ սխալը ուղղել։ Ֆուտբոլում սա ամենակարևորն է, որ թիմը պետքա պատրաստ լինի ցանկացած իրավիճակում գնդակը վերահասկել։ Եթե ֆուտբոլիստները ճիշտ չբացվեցին, գնդակ չուզեցին, սա միանգամից մասնագետի աչքերին երևում է, որ այդ թիմը վստահ չի, ֆուտբոլիստները վստահ չեն։ Ընկճվածություն որոշակի կար։ Ինչ որ այո, կար ընկճվածություն, գիտեք ինչ, հիմա ֆուտբոլում ես միշտ իմ ֆուտբոլիստներին եւ բացատրում եմ խաղի իմաստը ոնց պետքա բացվեն, միշտ ասում եմ, հիմա դուք գրիչ ունեք, ես այդ գրիչը պետքա ուզեմ ձեզնից։ Հիմա եթե ես ձեզ ասեմ, տուր այդ գրիչը, նայեք, ես ինչ արեցի իմ ձայնի շեշտայնությունը փոխեցի ու իմ ձեռքով ես ստիպեցի, որ գրիչը տակ ինձ։ Դուք առանց վարանելու այդ գրիչը կտակ ինձ։ Բայց ես եթե կանգնեմ ու ասեմ գրիչը տուր ինձ։ Հա, ես հասկանում եմ ինչ։ Դուք արդեն կմտածեք տամ թե չտամ, այսինքն իմ վստահությունից եկավ ձեր վստահությունը։ Ու ֆուտբոլը գիտեք ինչ, սա թիմային խաղ է, այսօր ամբողջ աշխարհում դա ժամանակի ընթացքում, գիտեք ինչ որտեղ կարային անհատ ֆուտբոլիստները խաղի հարցը լուծեին, բայց այսօր բացի այդ անհատները, որոնք շատ կարևոր են իրենց անհատական որակները, շատ կարող է թիմային խաղը։ Ֆուտբոլը այսօր ամբողջ աշխարհում դարել է թիմային խաղ, իրականում ինքը թիմային խաղ է, բայց ինքը հենց էլ ավելի է դարել, որովհետև թիմային տակտիկա, թիմային մտահղացումներ, թիմային շարժումներ, այսինքն այսօրվա անհատները պետք է կարողանան թիմում իրենց որակները ցույց տալ։ Օրինակը ես երբ Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, այդ օրինակը բերեցի, որ Մեսին տարիներով չէր կարողանում հաղթել Արգենտինայի հավաքականում ոչ մի բան։ Երբ նա հասկացավ, որ ինքը պետք է Արգենտինայում էլ լինի, ինչպես Բարսելոնայում, թիմի մասնիկ, թիմային խաղը կարևորվի ու ֆուտբոլիստներն էլ։ Բոլոր Արգենտինայի հասկացան, որ միայն Մեսիով, որ Մեսի անունը կա, իրենք չեն կարող հաղթել, նրանք էլ պետք է իրեն կողքը լինեն, թիմ լինեն։ Ու հաղթեցին։ Այսօր ֆուտբոլը հենց այդպիսին է ու լավ հավաքականները այդ թիմայով խաղով են կարողանում հաղթել։ Ժամանակին նորից օրինակներ բերեմ, երբ Իսպանիայի հավաքականը սկսեց հաղթանակները, ինչից սկսեց։ Դա Բարսելոնան էր, Բարսելոնայի ֆուտբոլիստները հրավիրվեցին հավաքական, հեշտ էր կազմել թիմ, որովհետև մի թիմից են, թիմային խաղը հեշտ էր դնել, հասկանում եք, ու Իսպանիայի հավաքականը սկսեց բացի դրանից Արթուր, նաև չմոռանանք, որ այդ կազմով, երբ որ իրենք 2 եվրոյի տիտղոս նվաճեցին, 1 աշխարհի առաջության, մինչ այդ էլ այդ երիտասարդական մակարդակում նույնպես Եվրոպայի առաջնությունում եւ աշխարհի առաջնությունում հիանալի արդյունքներ են ցույց տալիս։ Այո, իհարկե, հենց բանը դրանում է, որ նրանք որպես թիմ էին ձևավորվել, ու ոնց որ ասած, այս կորիզը շարունակեց եկավ։ Նույնը հիմա կարող է օրինակը բերեմ դրանից հետո Գերմանիայի հավաքականը, նայեք, գիտեք ինչն է բան, նույն Իսպանիան խաղում էր Բարսելոնայի խաղաոճով։ Այո։ Ու հեշտ էր հաղթել։ Հիմա նույնը Գերմանիային է, երբ Գվարդիոլան գնաց Բավարիա, ու Բավարիայում փոփոխություններ արեց, սկսեց այդ թիմը խաղալ ավելի փոխանցումներով, միջին կարճ միջին փոխանցումներով։ Նույնը Գերմանիայի հավաքականը եկավ աշխարհի չեմպիոն դարձավ ու Գերմանիայի մարզիչը Լյովը նույնը կիրառեց, ինչ Գվարդիոլան կիրառում էր Բավարիայում։ Մեծ թվով Բավարիայի ֆուտբոլիստներ ու համարյա նույն ֆուտբոլիստները նույն դիրքերում։ Ոստեղ եղավ հաղթանակները Գերմանիայի։ Ինչ է ուզում ասեմ, սրանով որ թիմային խաղը ամենակարևորն է ու այսօր բոլոր հավաքականները, ակումբները դրա վրա են կենտրոնանում, որ շատ կարևոր է թիմային խաղը։ Մենք հիմա օրինակը բերեմ, մենք Վրաստանի հետ խաղացինք, Վրաստանի հավաքականը միշտ էլ շատ ուժեղ ֆուտբոլիստներ է։ Իմ կարծիքով դեռ 90-ականներից հետո 2000 թվականներին, այսինքն նոր անկախ ժամանակահատվածում ոչ թե խորհրդային, ոչ թե խորհրդային, արդեն խորհրդայինից հետո Վրաստանը շատ ուժեղ ֆուտբոլիստներ է ունեցել։ Ու անգամ հիմի ինչ ունի, նրանցից շատ ուժեղ ավելի անհատներ է ունեցել, որոնք Գերմանիայում, Անգլիայում խաղացել են ու շատ մեծ փառք են ունեցել, բայց չի կարողացել թիմային ֆուտբոլ ունենա։
այսօր Վրաստանի թիմը մենք կարող ենք լեգենդներ պատմել, բայց իրականը պետք է տեսնենք, որ Վրաստանի ֆուտբոլը այսօր հավաքական է, ավելի թիմային ֆուտբոլ էր խաղում։ Սա էր առավելությունը։ Ես ուզում եի դրա վրա շեշտ դնել, դուք շատ կարևոր նրբին կետի մասին խոսեցիք այդ փոխանցումների եւ լավ օրինակ բերեցիք, երբ որ մեր ֆուտբոլիստների մոտ այդ փոխանցումները ոչ միայն առաջնային փոխանցումը մի ֆուտբոլիստից մյուսը, այլ նաեւ այն ֆուտբոլիստը, որ ընդունում է այդ փոխանցումը, ինքը արդեն մոտավոր տարբերակը պետք է ունենա, ուր անմիջապես փոխանցի, եթե դրա կարիքը կլինի։ Վրացիների մոտ դա դրված էր, վրացիները փոխանցում ստանալիս արդեն գիտեին ուր պետք է գնդակը այս սրանից հետո ուղարկեին, այսինքն եթե շախմատային լեզվով խոսենք, ոչ թե մի քայլ առաջ էր, այսինքն մի քանի քայլ արդեն հաշվարկված դրված էր այդ ֆուտբոլը։ Մերոնք ցավալիորեն դա այդ խաղերում չցուցադրեցին։ Չնայած իմ գործընկերներս, որոնց հետ ես այնտեղ մարզադաշտում Թբիլիսիում երկրորդ խաղին էի հետևում, ասում էին, բայց ինչու է սա կատարվում, այս վիճակը, այնպես չի, որ վրացիները մեզանից ավելի ուժեղ են։ Այո, հասկանալի է, իրենք ավելի շատ ներկայացվածություն ունեն եվրոպական ակումբներում, քան մենք այս պայդրությամբ, բայց զուտ որակական առումով մենք այնպես չի, որ չգիտեմ 5 գնդակի տարբերությամբ զիջում ենք իրենց, այո, այդպես չէ։ Լրիվ համաձայն եմ, այո, ճիշտ եք ասում, գիտեք ինչ, հիմա ժամանակից ֆուտբոլում դրա համար եմ ասում, ֆուտբոլիստների ինտելեկտը պետքա բարձր լինի, մենտալիտետը, գիտեք ինչ, միջև գնդակ ընդունելը շատ ճիշտ ասեցիք, որ ֆուտբոլիստը պետքա ունենա 2-3 ուղղություններ, նա արդեն պետքա տեսած լինի իր խաղընկերները որտեղ են բացված, նա արդեն պետքա ունենա պլանները առաջի, երկրորդ որտեղ փոխանցի, այսինքն փակա մյուսը փոխանցի։ Սա արդեն ֆուտբոլիստի ինտելեկտից է գալիս, դաշտը տեսնելը, որոշում կայացնելը։ Իհարկե, սա նորից ճիշտ նշեցիք, որ գալիս է առաջնության մակարդակից, որտեղ են նրանք խաղում։ Ինչքան քու վրա ավելի շատ ճնշում են գործադրում, դու անգամ ավելի արագ ես սկսում մտածել։ Իսկ Եվրոպայում այդ ճնշումը շատ մեծ է։ Այո, Եվրոպան պետքա մենք վերցնենք թոփ ակումբները, թոփ առաջնությունները, Անգլիա, Իսպանիա, Իտալիա, արագ ֆուտբոլ մտածելու ժամանակ չունես։ Այնտեղ դու ժամանակ չունես գնդակ ընդունելու։ Այսինքն դու պետքա միջև այդ արդեն դիր գրավես, այդ դիրքից իմանաս որց ես դուրս գալու ու արագ մտածես դուրս գաս։ Սրա հետ մեկտեղ տեխնիկական որակներն էլ շատ կարևոր են, որ դու ինչպես կասեցում անես, ինչ ուղղությամբ կասեցում անես, սա մի հատ դպրոց է, որ պետք է անցնեն ֆուտբոլիստները։ Շատ կարևոր է, նայեք, մենք խոսում ենք սրա հետ համատեղ, մենք պետք է հասկանանք որտեղից է գալիս, սա խորքային է։ Ակադեմիաները, մեր ֆուտբոլիստները որտեղ են կրթություն ստանում, ինչպես են ստանում, որ գալի հասնում են այստեղ։ Սա մեկ այլ խնդրեմ է նորից մեր համար։ Հիմա մենք լավ հավաքական ունենք, լավ ֆուտբոլիստներ ունենք, հիմա մենք վերցնենք շատ երիտասարդ թիմ ունենք։ Հիմա անուններ շեշտեմ, նայեք, Գյորգի Հարությունյան, Սերգեյ Մուրադյան, Տիկնիզյան, Սպերցյան, Ռանոս, որոնք 20-ների մեջ են, այսինքն տարիքով 20-ների մեջ են, իրենք գագաթնակետին են մոտավորապես հասնում իրենց ֆուտբոլային կարիերաների։ Ամենալավ տարիքն է, նրանց փորձը եկել է հավաքականում արդեն խաղեր խաղացել են, փորձ ձեռք բերել են ու նրանց հետ նույնիսկ կան փորձառու ֆուտբոլիստներ, բայց այդտեղ մի հատ էլ ուրիշ խնդիր ունենք, անուններ շեշտեցի, բայց այս անունները մեր Հայաստանում կրթություն չեն ստացել ֆուտբոլային։ Սա մյուս խնդիրն է մեր։ Ինչով են մեր ակումբները, ուր են մեր սաները, որովհետև մենք ասում ենք ակադեմիաներ ունենք, բայց եթե ճիշտ խոսենք, իմ կարծիքն է դա, մենք ակադեմիաներ չունենք, ունենք ֆուտբոլի դպրոցներ, որտեղ երեխաները զբաղվում են ֆուտբոլով, որովհետև ակադեմիան շատ տարբերվում է, հասկանում եք, ակադեմիան մի հատ դա ինստիտուտ է ֆուտբոլիստների համար, որտեղ նրանք կրթություն են ստանում, նրանք ունեն արժեքներ, այդ ակադեմիան, հասկանում եք, դա մի օրում չի լինում, դա տարիների ճիշտ աշխատանքի շնորհիվ է հասնելու դրան։ Դուք նկատի ունեք, Արթուր, նաև ակումբային մակարդակում։ Իհարկե, ընդեղից են գալու ֆուտբոլիստները հավաքական։ Մենք քիչ անց ավելի մանրամասն կանդրադառնանք երիտասարդական հայկական ֆուտբոլին։ Հիմա հավաքականի այս թեման փակելու համար մի քանի հարց էլ քննարկենք։ Մարզիչի հարցը։ Ես նաև ձեր կարծիքը լսելով հասկանում եմ, որ իսկապես մարզիչի համար քիչ ժամանակ է։ Դուք եք այդ մարզչական փորձը ոչ
փոքր, բայց բավական փորձ ունեցել եք, հասկանում եք, որ մարզիչի համար դժվար է։ Նաև բարդություն կա հավաքականի պարագայում, լավ ենք, սա ակումբային ֆուտբոլը չի, որ մարզիչը կներեք շաբաթվա 5-6 օրը ֆուտբոլիստերի հետ առավոտ երեկո զբաղվում է։ Սա հավաքականն է, որը այսպիսի հանդիպումների, այսինքն play-off B դիվիզիոնի ուղեգրի համար Վրաստանի հետ խաղերից առաջ մի քանի օր ընդամենը հավաքի, ընկերական հանդիպումներից առաջ էլի դարձյալ հավաքականները որպես կանոն ես որքանով որ հասկանում եմ ունենում են բավական մեծ հավաքի համար բավական մեծ ժամանակահատված, եթե եզրափակիչ փուլին են պատրաստվում որևէ մրցաշարի, օրինակ նախորդ տարի Եվրոպայի առաջության եզրափակիչ փուլին պատրաստվելիս, այո, հավաքականները առնվազն 2-3 շաբաթ ունեին այնտեղ պատրաստվելու, ճիշտ է, եվրոպական հավաքականների գերակշիռ մասը դժգոհ էր, որ իրենց ազգային առաջնությունները քիչ նոր են ավարտվել, այս ֆուտբոլիստները հոգնած գնում են մի հատ էլ հավաքականում, բայց գոնե այդ ժամանակահատվածը այդտեղ կար։ Ցավոք այս խնդիրը լինելու է, դա օբյեկտիվ խնդիր է, լինելու է նաև աշնանը, երբ որ մեր հավաքականը հանդես կգա եւ բազմաթիվ հանդիպումներ կանցկացնի արդեն ընտրական փուլում աշխարհի առաջնության, որովհետեւ կներեք մրցաշրջանը թե Հայաստանի Պրեմիեր լիգայի, թե Եվրոպական առաջնությունների, թե Ռուսաստանի Պրեմիեր լիգայի արդեն ընթացքի մեջ կլինի, քիչ ժամանակ ենք ունենալու։ Այս խնդիրը լուծելի չէ որևէ կերպ։ Շատ դժվար է, որովհետև ֆուտբոլիստները անգամ վերջերս ճիշտ ասեցիք, որ ժամանակ էլ չունեն հանգստի։ Երբ գալի մանավանդ, երբ հիմա ազգերի լիգան է եկել առաջ, ինչ որ ընկերական խաղերով լրացնում էին հավաքական, բայց այսօր նայեք ազգերի լիգա, աշխարհի եւ ընտրական, հետո Եվրոպայի ընտրական, իրենց առաջնություններում UEFA-ի չեմպիոնների լիգա, սա անդադ մանավանդ այն թիմերը, որոնք թոփ ակումբներ են, նրանք ընդհանրապես ժամանակ չեն ունենում։ Ժամանակացույցը չափազանց խիտ է, 12 ամիս տարվա մեջ նրանք խաղերի մեջ են համարյա, ու նրանց համար երևի 1 շաբաթ տարվա մեջ 2 շաբաթ մաքսիմում, ասենք, ինչ որ ձմռանը կարող է ամռանը մի շաբաթ հանգիստ լինի։ Նույնը մեր հավաքականի համար է, շատ քիչ է հանգստի ժամանակը, որ հələ դրա հետ էլ մեկտեղ կարողանանք ինչ որ հավաքական անցկացնի։ Դա միշտ հավաքները լինում են 3-4 օր առաջ խաղից առաջ, որ կարողանում են ֆուտբոլիստները ժամանել։ Ու այո, շատ քիչ ժամանակ է, որպեսզի մարզիչը կարողանա իր ուզածը տալ ֆուտբոլիստներին, բայց այստեղ ես նորից կրկնեմ, գալիս են ֆուտբոլիստների մենտալիտետից, ինտելեկտից, թե ինչպես նրանք կարող են հասկանալ այդ տակտիկական մտահղացումները։ Ես տարիներ առաջ, երբ Մխիթարյանը խաղում էր Դորտմունդում, եղա Դորտմունդում ու հետևեցինք խաղին, մենք մարզչական խումբ էր, ես էլ նրանց հետ, 2 խաղի հետևեցինք, այդ ժամանակ Տուխելն էր մարզիչը Դորտմունդի ու նրանք շաբաթվա մեջ 2 խաղ խաղացին ու մենք այդ ընթացքում հետևում էինք նրանց մարզումներին, թե ինչպես են պատրաստվում։ Մի խաղում Դորտմունդը խաղաց 4 պաշտպանով, իսկ մյուս խաղը 3 կամ 5, այսպես ասած։ Այսինքն տակտիկական փոփոխություն արեց թիմը մարզիչը։ Եվ ինչ տեսակ այդտեղ։ Մարզման ժամանակ մենք ոչինչ չենք տեսել, որովհետև մարզումը սովորական մարզում էր, վարժություններ, ֆուտբոլային նորմալ։ Եվ խաղից հետո հենց հարց տվեցին, ես հարց տվեցի դուք մեկ շաբաթվա մեջ Տուխելին, որ մեկ շաբաթվա մեջ 2 խաղ խաղացիք, մենք մարզումները հետևում էինք, այդ ինչպես եղավ, տակտիկան դուք ինչպես փոխեցիք ու ֆուտբոլիստները, ու ասեմ, 2 խաղն էլ շատ լավ խաղաց Դորտմունդը, 2-ն էլ հաղթեց։ Ինչպես եղավ, որ դուք տակտիկան փոխեցիք ու թիմը խաղաց շատ լավ ու չերևացել, որ նրանք տակտիկայը փոխվել, ոչ մի փոփոխություն։ Նա կարճ պատասխանեց, ասեց հանդերձարանում գրատախտակի վրա ես նրանց ցույց տվեցի, թե ինչպես պետք է խաղադաշտում շարժվեն ու կանգնեն։ Ու մյուս պատասխանը նրա եղավ, դա գալիս է ֆուտբոլիստների ինտելեկտից, թե նրանք ինչպես են հասկանում ֆուտբոլը։ Արագ են հասկանում, արագ են ընկալում են, արագ, նրանց ինտելեկտը շատ բարձր է ու նրանք կարողանում են շատ արագ հասկանալ մարզչի մտահղացումը։ Սա շատ կարևոր է, բայց սրան հասնելու համար ես ինչի շեշտեցի, պետքա ճիշտ դպրոց անցնել, ճիշտ մարզիչների մոտ մարզվել, ճիշտ կրթվել ֆուտբոլային առումով, որպեսզի հասնես այդ մակարդակին։ Ձեռքբերովի է, այո, ինտելեկտ։
Արթուր, մեր հերոսայտողին ես մեր ռադիո լսողին դարձյալ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նախկին մարզիչ Արթուր Ոսկանյանը։ Շարունակենք հավաքականի թեման, տեսեք, այո, ակումբային ֆուտբոլում փոքր-ինչ այլ է, քանի որ մարզիչները այնտեղ մեծ մարզչական շտաբը ունեն մեծ հնարավորություններ։ Հիմա նույնիսկ ակումբային ֆուտբոլում այնպես է, որ այդ տակտիկական սխեման, մարտավարական սխեման կարող է փոխվել նույնիսկ հենց խաղի ընթացքում, բազմիցս փոխվի եւ դրա ջատագովներ օրինակ Պոչետինոն է, Գվարդիոլան քիչ է այդ փոփոխություններին դիմում, շատ մարզչական հիմա մեծ տենդենսներից է ժամանակակից ֆուտբոլի, որ արագ տակտիկան փոխեն ըստ առաջին օրինակ խաղակեսում արդյունքի եւ այլն։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչը, փորձառու մարզիչ, ով որ նաեւ բավական ճգնաժամային իրավիճակում մինչ այդ աշխատել է Հունաստանի հավաքականում։ Ես կրկնվում եմ, այն ժամանակահատվածում, այո, մեր ֆուտբոլասերների շատերը նույնիսկ կարող են ասել, որ գիտեք, Հունաստանի հավաքականի հետ ինքը արդյունքների չհասավ, բայց կներեք, ճգնաժամային իրավիճակ էր Հունաստանի ֆուտբոլում այդ ժամանակահատվածում, նույնիսկ ֆեդերացիայի ղեկավար չկար։ Ինքը աշխատում էր այն պայմաններում, որ իր հարցերը, իր համար իրեն հուզող հարցերը չէին լուծվում։ Ինքը աշխատեց եւ ներկայում ինքը նույնիսկ օրինակ բերեց ասուլիսի ժամանակ, արդեն մեր հավաքականի ասուլիսի ժամանակ, որ տեսեք Հունաստանի հավաքականը ինչպիսին է այդ կազմը, մեծ հաշվով այդ կորիզը իմ ժամանակահատվածում ձևավորեց, ցավոք ես իրենց հետ շարունակեցի աշխատանքը, բայց հիմա իրեն կարողանում են արդեն արդյունք քաղել իմ դրված աշխատանքից։ Մենք հուսով ենք, որ Հայաստանի հավաքականում այդ ներկայիս գլխավոր մարզիչը արագ արդյունքի է։ Մենք ցավոք մեր ֆուտբոլ ասերը այնպեսին է, որ մենք արագ ենք արդյունք ակնկալում։ Չնայած նաև միաժամանակ գիտակցում ենք, որ բարդ խմբում է մեր հավաքական հանդես գալու ընտրական մրցաշարի աշխարհի առաջության։ Հուսանք, որ այս ժամանակահատվածում մարզիչը նաև այս ցավալի պարտություններից հետո ել ավելի խիստ կաշխատի ֆուտբոլիստների հետ եւ արագ այդ խաղը կփորձի իր ձեռագիրը դնել։ Ես կրկնվում եմ ասուլիսի ժամանակ իրեն այդ հարց ուղեցի, ինչով եք դուք տարբերվելու ձեր դրած ֆուտբոլը, ձեռագրով ինչով է տարբերվելու Պետրակովի եւ մնացածից։ Ինքը այնպես ուղիղ չպատասխանեց, ասեց մենք ըստ սխեմայի ենք խաղալու եւ այլն։ Մի խոսքով թողեց մեզ վրա, որ մենք տեսնենք դա այդ ձեռագիրը կամ չտեսնենք։ Այս ժամանակահատվածը քիչ է լինելու Արթուր ձեր կարծիքով, որպեսզի աշխարհի առաջության մեր հավաքականը պատշաճ պատրաստվի, թե ոչ։ Չէ, իմ կարծիքով ոչ, որովհետեւ ունենք երկու ընկերական խաղ, այս երկու խաղը նրան մեծ փորձ էր։ Նախ ասեմ, առաջի խաղը Վրաստանի հետ տանը երբ խաղացինք, ինչ շատ դուր եկավ այդ տակտիկական մտահաղացումը, որովհետև նայելով մեր ֆուտբոլիստներին այսօրվա ճիշտ տակտիկա էր ընտրվել։ Այլ հարց է, թե ինչպես դա իրացվեց, բայց ինչ որ տակտիկական սխեման, այդ տակտիկական մտահաղացումը շատ լավն էր։ Մեր մոտ շատ լավ այդ ճնշումը, պրեսինգն էր շատ լավ ստացվում։ Առաջի 10-15 րոպեներին շատ լավ ստացվեց։ Նորից եմ ասում, կար անվստահություն, էս էր ամենակա, որ պետքա շտկվի։ Մենթալ մակարդակի վրա էր։ Այո, սա թիմային, արդեն թիմային աշխատանքի շնորհիվ, բայց ինչ վերաբերում է տակտիկային, այսօրվա դրությամբ այս ֆուտբոլիստներով ճիշտ տակտիկա էր ընտրված։ Իմ համար զարմանալի եղավ ու ես պատճառները իմ մեջ հարց եմ տվել, թե ինչու Վրաստանում փոխվեց տակտիկական սխեման։ Դա իմ կարծիքով ինչ որ վախ կար ավելի պաշտպանողական խաղալ, որովհետև 3-0-ից հետո էր, բայց սխալ եղավ դա, իմ կարծիքով հենց նույն տակտիկական սխեման զարգացնել, որովհետև մենք պետք է հասկանայինք, որ 3-0-ից հետո մեր հնարավորությունը շատ քիչ է։ Մենք դրանից հետո ինչ ենք անելու։ Մենք պետք է պատրաստվենք արդեն աշխարհի առաջնությանը։ Դրա համար պետք է մենք շարունակենք մեր տակտիկական սխեման ու այդ տակտիկան ոնց որ ասես զարգացնել։ Ճիշտ է, մենք երկրորդ խաղակեսում փոփոխություններ արեցինք, արդեն մենք նույնիսկ առաջի խաղակեսում, այո, առաջի խաղակեսում, բայց երկրորդում արդեն ընդ փոփոխություններ արեցինք, Սերգեյ Մուրադյանը դարձավ կիսապաշտպան, մենք պաշտպանությունում արդեն 4 պաշտպանով սկսեցինք խաղալ, ինչը ավելի երևաց, որ ավելի է մեր տղաներին վստահություն տալիս։
ու իմ կարծիքով էսի պետք է շարունակել երկու ընկերական խաղ, որտեղ մենք կարող ենք լավ ոնց որ ասած ֆունդամենտ դնել, որովհետև մենք հենց առաջի խաղը սեպտեմբերին Պորտուգալիա ենք ընդունում, որը իմ կարծիքով աշխարհի ամենալավ հավաքականներից մեկն է, ոչ միայն թիմային խաղով, այլ նաև անհատներով։ Իհարկե, աստղեր են այնտեղ։ Շատ դժվար է նման հավաքականի հետ խաղալ, գիտեք, ինչ թիմային ֆուտբոլ ունեցող թիմի հետ խաղում ես, դու կարող ես ճիշտ պաշտպանություն կազմակերպել, բայց երբ կան անհատներ, որոնք ցանկացած պահի հարց են լուծում, շատ կարևոր է, որ ամեն դիրքում, ամեն տեղ դու միշտ կարողանաս որտեղ գնդակն է 2-3 ֆուտբոլիստ ունենաս։ Նախապես ամեն ինչ հաշվարկված Իհարկե։ Ու իմ կարծիքով, այո, ժամանակ կա, մենք երկու խաղով կարող ենք պատրաստվել ու մեր ասեցի երիտասարդ թիմ է, երիտասարդ տղաներ, փորձառուների հետ կարողանանք լավ ներկայանալ աշխարհի հետ ընտրական։ Հավաքականի թեման փակում են այս վերջի այսպես տեխնիկական հարցով այսպես ձևակերպեմ 5 պաշտպանով սխեման տակտիկական այլևս մեր հավաքականի համար չէ, որքան ես հասկանում եմ։ Չէ, գիտեք ինչ, սենց չասենք մեր համար չէ, բայց մենք պետք է վերցնենք մի բան հասկանանք, որ ես միշտ ասել եմ, դա ազգի մենտալիտետից է կախված։ Օրինակ 5 պաշտպանով կամ դու միշտ պետք է 3 պաշտպանները մնան պաշտպանությունում ու դու ճնշումով խաղաս, կամ պետք է 5-ը մնային, դու հետ քաշվես ու սպասես հակառակորդին։ Ցածր բլոկով պաշտպանվես։ Մեր հավաքականը դա մենտալիտետ ինչպես Իսպանիայի հավաքականը, ասենք Արգենտինայի հավաքականը, Բրազիլիայի հավաքականը, այս ազգերը նույնը մենք չենք սիրում շատ առանց գնդակ խաղալ։ Դա ազգի մենտալիտետն է։ Մենք սիրում ենք գնդակով։ Ժամանակին սովետական միության ժամանակ միշտ հայ ֆուտբոլիստներին ասում են՝ մի հատ է գնդակ պետքա տանք ձեռքները հայերի ու մյուս գնդակով է խաղանք, որովհետև միշտ սիրում են գնդակը վերցնել, գնդակով խաղալ։ Սա մեր մենտալիտետն է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք գնդակով պետք է ավելի շատ լինենք։ Ու դա մեզ հունից հանում է, երբ մենք առանց գնդակ շատ ենք լինում։ Դրա համար պետք է աշխատենք շուտ այդ գնդակը խլենք ու կարողանանք գնդակը վերահասկենք ու կարողանանք կազմակերպել մեր դիրքային գրոհները։ Սա շատ կարևոր է, հենց դրա համար եմ ասում, երբ դու 4 պաշտպանով ես խաղում, դու միշտ ավել խաղացող ես ունենում, ճնշում գործադրելու, գնդակը խլելու։ Իսկ 5-ի կամ 3-ի դեպքում շատ դժվար է արդեն պաշտպանությունում 3 պաշտպան թողել, 5-ն էլ շատ է լինում ու դու ավելորդ խաղացող ես կորցնում պրեսինգի ժամանակ։ Այո։ Եվ անդրադառնանք վերջի 3-4 րոպեն է մեր զրույցի Արթուր տարբեր տարիքային առաջին հերթին երեքեն հիմնական երիտասարդական հավաքական մեր ինչ նոր սերունդ ենք հաճեցնում նոր սերունդները ինչ կտան արդեն մենք պետք է հաշվարկենք մոտալուտ ապագայում, այսինքն մենք ինչ կունենանք ենթադրենք 5-6 տարի հետո հավաքականում ովքեր կխաղան, ինչպիսի որակի հավաքական մենք ունենանք, ի վերջո, որտեվ այդտեղ ենք տեսնում։ Երիտասարդական հավաքականները, պատանեկան եւ այլ տարբեր տարիքայինները, որոնք դուք ժամանակին մարզել եք տարիներ առաջ, իրենք ի վերջո կազմված են արդեն այստեղ հայաստանյան ֆուտբոլիստներով, այնտեղ Ռուսաստանից, Եվրոպայից, այլ երկրներից շատ բավական քիչ մասնակցությամբ ֆուտբոլիստներ են։ Դուք ինչ եք այդտեղ տեսնում։ Նայեք, նորից ասեմ, սա գալիս է ակումբների իրենց ակադեմիաներից, դպրոցներից, sense ասեմ, նորից այդ ակադեմիա բառը, որովհետև ակադեմիան զգուշ պետք է լինենք, ակադեմիան դա շատ կարևոր ու ֆուտբոլի համար գործընթաց է, որ մեր ակումբները դեռ դրան չեն հասել։ Հիմա շատ լավ է, որ մենք ունենք ԲԿՄ, որտեղ մեր երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները խաղում են։ Այսօր շատ ուրախալի է ու նաև գիտեք ինչ վերջի տարին ԲԿՄ-ն ինձ համար շատ ուրախալի ու զարմացնում է, որ միայն նա չի խանգարում մնացած թիմերին խաղալ ֆուտբոլ, այլ ինքն է խաղում ֆուտբոլ։ Սա շատ կարևոր է մեր ասածներին, որ մենք ասել ենք ազգային հավաքական, շատ կարևոր է, որ ֆուտբոլիստը դաշտում ստեղծագործի։ Նաև փորձառություն հենց այո, մեծ խաղերի փորձառություն, երբ նաև շատ թիմեր կան երիտասարդներին ասում են պաշտպանվի, ինչ պատահի։ Այդ ֆուտբոլիստը չի աճում այդտեղ։ Երբ ստեղծագործում է, երբ խաղում է, նա արդեն սկսում է մտածել, նա
նրան պետք է դաշտում դիրք զբաղեցնել, գնդակ խլել։ Մի խոսքով, մեր այսօրվա ԲԿՄ-ն շատ ուրախալի է, որ նման թիմ ունենք, որը ստեղծագործում է ու շատ համոզված եմ, շատ մոտ ապագայում շատ ֆուտբոլիստները այս թիմից խաղալու են մեր ազգային հավաքականում, որոնք նրանք ճիշտ աճ է գրանցվում։ Ստեղծ հավալին մյուսն է, որ այս ֆուտբոլիստները բանակից հետո գնալու են իրենց ակումբներում ու ցավալի է, որ սկսելու են չխաղալ, որտեվ փորձը ցույց է տվել շատ ֆուտբոլիստներ կարող են շեշտել, ասել, որ գնացել են իրենց թիմերում ու խաղաժամանակ չեն ստացել։ Պատանեկան հավաքականները սա կախված են ակումբներից, պետք է ակումբները շատ ուշադրություն դարձնեն սրա վրա, մեծ աշխատանք կատարեն նրանց պատրաստելու Առաջնային կրթություն ստանալու։ Նայեք, ես 14 տարի արդեն մարզիչ եմ աշխատում, մենք տարբեր երկրներից, երևի տենց երկիր չի եղել, որ չբերենք, միայն գերմանացի չենք բերել, բելգիացի, իսպանացի, հոլանդացի, բոլոր ազգերից բերել ենք ու նորից գնացել է ու ոչ մի բան։ Մենք պետք է հասկանանք, մենք ինչ ենք ուզում, ոնց ենք զարգացնում ու ինչի վրա պետք է, որովհետև մենք տարբերվում ենք մյուս ազգերից, մենք պետք է ունենանք մեր արժեքները, մեր նպատակները, մեր դաստիարակությունը, դա տարբեր է։ Դա նույնը պետք է մարզիչները, ես վերջերս արժեքի համար գրառում էի արել, որ մենք պետք է հասկանանք մեր ազգային հավաքականի արժեքը, մեր մարզիչների արժեքը, մեր ֆուտբոլիստների արժեքը պետք է գնահատենք ու դրա վրա կազմենք մերը, որը իմ կարծիքով, եթե դու քունն ես ունենում, քունն ես զարգացնում, ամենաուժեղն է։ Հիանալի նոտայի վրա էլ ավարտեցինք մեր հաղորդումը։ Մեր ռադիոլուսողին հիշեցնեմ, որ զրուցեցի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նախկին մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ։ Այս ազգանուն դուք շատ եք լսել տարիներ առաջ, երբ որ Արթուրը հանդես էր գալիս նաև ազգային հավաքականում, նաև տարբեր ակումբներում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ ոչ միայն այս ձայնագրությունը դուք լսեցիք, այլ նաև տեսագրությունը կարող եք դիտել Հանրային ռադիոյի Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե մեր պաշտոնական կայքում կտեղադրվի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ։ Առայժմ